Առաջին մի բան կարողացնեմ, սահմանադրության հանդիպումը ասա է, վեցերով կետը սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ եւ նա ուժերը գործում են անմիջականորեն։ Այսօր սահմանադրությունը վերջ։ Սա նշանակում է, որ իրականությունը սա է եւ երբ որ ասում են օրենքն маш չէ, եւ գազավորությունների մեջ է, մինչեւ օրենքն նոմա կայացնել որոշում եւ գործողությունները, որը գնում է իրավիճակի գնահատողը ես։ Սա էապես տարբերում է այսօրվա կարգավորումից։ Հիմա ստիպված եմ ուղղակի որոշ հարցերի վերաբերյալ նաև կոնցեպտ բացել, որովհետև իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, ինչի մեջ եմ եղել։ Առաջ օրից չեմ հասկացել, որևէ բացաբանում ոչ կամիչն է տվել, ոչ դատախազներն են տվել, ոչ մի դատախազն այդ բացաբանում, չեմ հասկանում, թե իմ որ գործողությունն է, որ գործողության շնորհիվ եւ գերազանցից են իմ պատահությունները, պատահությունները, իհարկությունները։ Հիմա նայեք, կոնցեպտը է դրան։ Առաջինը հանդիպում բարձրացան զինվորականների ընդրությունները ավարտվել են, սիկը որոշումը կայացվել է եւ երկրորդ տեղը զբաղեցրած 21.5% հավաքած տեխնացուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընդրությունները եւ ինքը պետք է գնա նախագահական պահ։ Սա ուղղակի հայտարարություն է, որ ձայնագրված է, որ կա, որ մեր ցանցերում դա այսօր։ Հիմա այս պատկերացնում 21 թվականի ընդրությունները, մենք հավաքել ենք 21% խորհրդարական ընդրություններում, եթե հայտարարեի, որ մենք կրել ենք այս ընդրությունները եւ պետք է գնանք կառավարության շենք։ Ինչ կլիներ, որ կրել ինքը։ Ինչ կլիներ։ Այդ էքստրապոլացիան սուրբը վիճակը բացենք համատեղ այնտեղ։ Ճիշտ նույնն է։ Եվ սկսել է ցույցերը Օգարայի հարաբար։ Սկսել է ներգրավել հասարակական կազմակերպություն, երկրապահ կամավորական եւ բանկարկությունները, ման-վեր ձայնագրված է կամ ցանցերում բոլորը ականատես են եղել բոլորի աչքի առաջ։ Եվ զուգահեռաբար երկրապահ շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են։ Միանա թե չի միանա ցուցարարներ։ Հիմա ինչ է երկրապահ կամավորական ընկերություն։ Վարչության կեսից ավելը գործող զինվորականներ են։ Գործող զինվորականներ կեսից ավելը։ Եվ ամբողջ այդ զինվորականները գտնում են երկրապահում, մի մասը ասում են գնան, մի մասը ասում են չգնա, որը է դեպքում դա, չէ՞։ Միայն իրենց վարորդներով, թիկնապահ օգնականներով եւ այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը այնտեղ քննարկում, միանա թե չմիանա։ Երկրի նախագահը ինչ պիտի անի։ Այդ իսկական մեկը բացատրել է ոչ այն։ Ոնց դա բացատրել, որ իմ ֆունկցիա, զինված, եւ ինձ դեպությունն է, որ զինված ընդեղ քննարկում, գնան թե չգնան։ Եվ դա տևում է մի 2-3 օր։ Ես Մոսկվայի այցի ժամանակ այցից եմ գալիս, հավաքում եմ, պետք է հավաքեի թե ոչ։ Զինվորականների հետ հանդիպում, պետք է ունենայի թե ոչ։ Եթե չունենայի, ինձ արդյոք պետք է այսօր դատեի անգործության համար։ Եվ հավաքման այն որ վերածած է բացարձակում։ Հավաքման նպատակը հետևակը։ Մեկ խնդիր կար։ Զինվորականներ, ով երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում են, կողմնորոշում։ Եթե այնտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատում են ձեր պաշտոնից։ Կամ դիմում եք, կամ եք ազատ։ Կամ ընդրից եք դուրս գալիս, կամ բանակում եք, եւ չեք զբաղվում քաղաքականությամբ, ներկա եղել։ 25-30 մարդ եղել, բոլորի ցուցմունքները դա է, ուրիշ շատ չի գնալ։ Շատ փոշտ խոսացի պաշտպանության նախարարի հետ։
Ասել ոնց ես դու տալիս։ Ես ինչ է կատարում։ Գլխավոր շտաբի պետ է դա։ Շատ փոշ խոսակցություն եղավ, ես ինչ ես անում։ Բանը դա ինչ է։ Ես պատահող էի դա անել, թե պատահող չէ։ Հիմա ինձ վերածում են իմ պատահականությունը, բարեկի չկատարում անվար։ Նա ինչ-որ ցինիզմ ու չափ է նրանք ինչ։ Եվ այդ օրը բոլորը դուրս եկան, գործող ծիծաղայողները դուրս եկան երկրորդ։ Եվ կոնկրետ մատերին ասել այդ փոխանցել մատերին արձակում, թող գնալուն և իր հարցերը փոխանցել։ Բայց ինքը չի կարող լինել պաշտպանության նախարարի տեղակալ հանրեն հետո ամսին ապրիլ չի կարող լինել տեղակալ և զբաղվել կարգավորությամբ և հարավանը մտածի գնա միանա դամբոտ երկարպահով և զինվորականներով միանա թե չի բողոքությունը սա է ինձ համար չեք պատկերացնում, թե ես 18 թվականից մինչև այսօր այս աբսուրդի կատորի մասնակից եմ։ Եվ դա մեղն է, այսպես ասենք, ներածում եմ իմ Եվ ամոթ չի ուզում։ Հիմա ինչ վերաբերում է հրամանագրին։ Հրամանագիրը ստորագրել է ասում չէ, բանին հետ լավ չկա, առաջին քնիչ չի, որոշ քնիչ կա չկա։ Սամանատարակություն Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել է մոտ 40-ից 40 բրկիզանց մեքենա, մի քանի տասնյակ բեկորայի վերավորումներ ստացած զինծառայողներ, մի քանի տասնյակ Եվ մեկը շատ ծանր Մուհամեդ Զեջան, կապիտան, և իզ դա չկտան, և քնիչ կտին, 15 տարի անց թե դա ամենի պարիտաններ չի։ Եվ երբ որ ոստիկանապետը ասում է, ուրելիշ չի, շատ կոնկրետ, ասում է, զանգերնա սուպարիսիմսա խնդիր։ Եվ խնդիր ինչից էր գալիս, որտեղ ոստիկանական զորքերը այն ժամանակ կորտակներ 18 տարեկան, 15 տարեկան, այս ժամկետային զինծառայողներ եկած չի եկած։ Եվ հիմա դες տարիներ ազգել, ճիշտ չէ, ում լիազգությունի մեջ է։ Կրկնեք, եթե ես այդ ժամանակը չանեի, ինձ այսօր իսկապես պետք է դատել անգործության։ Բայց դատախազի ֆունկցիան չի։ Եվ ոչ էլ այս դատախազը։ Ուրիշ ինչ գործողություն, ոչ մի գործողություն նկարագրված չի։ Չկա ուղղակի այս քրեական գործում ուրիշ ոչ մի բան, ոչ չկա։ Կամ հետևյալ մտերիմ Սերժ Սարգսյանին պահեց, չպահեց, ես անցած անգամ չեմ անցած անգամ հետ չեմ ստանում, դրա մասին արտահայտում։ Սերժ Սարգսյանը ինտեգնացիոն չէ։ Հանրապետական կուսակցության տեխնացում է, ես հանրապետական կուսակցության անդամ չեմ ես հանրապետական կուսակցության Գարասիմյան չեմ եղել, միայն իր ընտրվելուց հետո միայն համատեղել շնորհով։ Չեմ եղել։ Նախընտրական ամբողջ կառուցարշավին որևէ միջոցառման չեմ մասնակցել։ Հինի բայց կարգերի պես չի խոսել, սա ամբողջ պետական համակարգը մտածել չեմ կառուցարշավին։ Ոչ մի միջոցառման չեմ մասնակցել ընդհանրապես։ Հենց նրա համար չմարել, որ ավելի փոխած խոսակցություններ չեն։ Չկա իշխանություն փոխանցելու պրոցեդուրա։ Սահմանադրությունը չի նախատեսվում։ Ես զարմանում եմ անգրագիտության աստիճանի, որ նման բան է գրել այս հեղափոխի մեջ։ Հասկանում եմ, որ ներկա դատախազը չի գրել։ Եվ սա գրվել է այլ գրասենյակներում, դատախազությունը չի գրել։ Չկա այդ սիտուացիան, որ ժամկետը լարանում է, դուրում ես դու։ Եվ այդ լիազորությունները ստացվում է ոչ թե նախագահ նախագահից, աննախագահը դնում է և ստացվում է այդ լիազորությունները ազգային ժողովի։ Երդման հարավությունից հետո։ Ռիոնց դաչա չկա,
Ես անցած անգամ երկու հարցի կարճման հարցը, չէ, միջնորդությունը, այդ ամեն ինչի մասին կերտարկիտ ասացի։ Գիտեք, դուք որևէ հարց այդ հարցերի վերաբերյալ չեք տվել։ Ես հասկանում եմ, որ երբ հարց չեն տալիս, կջորում թեմաների վերաբերյալ, նպատակը մեկ որևէ հարց չտվողը չգիտի ինչ անելու պատասխանի։ Իսկ այս ամենը ուղղակի համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում, որ սա պատվեր է, սա քաղաքական պատվեր է, եւ այս պատվերի առաջ SMS-ով եմ ուղարկում, հիմա հրապարակային եմ ասում։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Սա շատ բարձր հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ։ Պարոն Քոչարյան, ձեզ ընդհանրում։ Սա հրապարակային որ այս բացական չի դարձ։ Սա փուլը չի։ Դատարանը կարող է ձեր դիրքորոշումով կապված որոշակի ճշգրիտ հարցադրումներ անի։ Ձեր առաջարկությունը, ձեր մեղավորությունը հաստատող կամ երկու որոշակի հարցադրումներ ձեզ, եթե մենք հասնենք համապատասխանություն, իհարկե դուք ունեք վերաբերել դասավանդական կարգավիճակ, դուք վարորդի ցանկացած բուռն կարող ցույց տալ հայտարարել դատարանին ձեզ որոշակի բացառումներ ներկայացնի, դուք ցույց տալ եւ ըստ այդմ դատարանը որոշի։ Հիմա այս պահին ձեր մեղավորության հարցը չեն քննարկում, որ դատարանը ձեզ հարցադրումներ անի եւ ստանա պատասխան։ Դուք ասում եք դատարանը հարց չի տալիս, որտեղ հարցի արդյունքում տրվելու պատասխանի հետևանքով դատարանը, չգիտեմ, չի կարողանալու որոշում կայացնել կամ ձեր խոսքերով ինչ ասեցիք։ Այդ խոսքը հետևյալ։ Կամ ասում եք հնարավորինս պարոն Քոչարյան զերծ մնացեք, չգիտեմ, SMS ստանալ, Ես նորից հիշացնեմ, մենք տարուկես մի քիչ ավել եմ մի հարցի կամ վստահում եք դատարանին, սպասում եք ակնկալում եք դատարանից արտահայտություն, կամ չեք վստահում դատարանին եւ նախագահ դատարանում ներկայացնում բացակի միջնորդություն։ Երրորդ տարբերակ չկա։ Մենք երրորդ տարբերակ չունենք։ Հիմա դուք ձեր քաղաքական հակառակորդի հետ ինչ փոխհարաբերությունների, անձնական, ոչ անձնական, գիտեմ, քաղաքական process-ների մեջ եք գտնվել, այդ հայտարարությունները այլ հարթության, այլ հարաբերությունների շրջանակներում քննարկվող հարցեր են։ Մենք այստեղ ունենք առարկա, այդ առարկայի շուրջ քննարկում ենք իրականացնում։ Հասկացա։ Հիմա երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների պես է կաշառակը, որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է աշխարհագրություն։ ԲԴԽ-ը միակ հայտարարություն չի ասում, չի անում, որ դա անդրադառնալու է խոսույթը։ Դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից մի հայտարարություն չի անում, դուք ինչ եք ասում։ Ես ինչ պետք է մտածել դատական համակարգի մի հատ դատավոր չկրեց, որը որտե հայտարարություն ասի։ Ասի դա ինչ ինչ։ Սա քաղաքական հայտարարություն չի, սա կոնկրետ մեղադրանք։ Ու ես պիտի վստահ եմ, որ ես պետք է այս դատարանում արտահայտություն կատարեմ, եւ նույն մարդը զուգահեռ ասում է, ինք պիտի նստի։ Հաջորդ կողմը ասում է, դատավորներ, ես կաշառակ եմ։ Հիմա ես սա չեմ կարող չկապել այս պրոցեսի հետ, ոչ թե իմ նախաձեռնությունը։ Ես հետևանքները հետ եմ պատկանում, ես փորձում եմ այդ հետևանքները գնահատել եւ սա իմ իրավունքն է։ Եվ ոչ մեկը չի կարող։ Պարոն Քոչարյան, այդ հայտարարությունները որևէ կերպ, չգիտեմ, հիմա որ ասեմ չեմ լսել եմ հայտարարությունները։ Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արտահայտություն իրականացման վրա որևէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Եթե պայմանականորեն լինի մեկ օր, որ ես կաշկանդվածություն ունենամ որևէ հայտարարության, ես ինքս կհայտարարեմ այդ մասին եւ ինքնաբացարձակ կհայտարարեմ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս քրեական գործը իմ բարոյթում աշխատասենյակում գտնվող մյուս քրեական գործերից տարբերվում է իր հերթական համարով։ Սակայն ունի որոշակի հանրային հնչեղություն այս քրեական գործը։ Դա ամենևի իմ որոշումների վրա ազդեցություն չի կարող։ Ձեզ չի վերաբերել այդ հայտարարությունը։ Ինչ որպես պրոֆեսիոնալ, որպես դատավոր, դատական համայնքի, այսպես ասենք,
ներկայացիր, որ դատավորների կեսը կաշխատի։ Ամին։ Մայր, դա ոչ միայն իմ ամբողջական կանխավարկածի խախտում է, ձեր դատավորների ազնվության կանխավարկածի խախտում է։ Այսպիսի ձևի ենթադրում եմ չկա, բայց սա որևէ կան չկա, մեկը չկա, որ դատավորների հերթականություն է։ Այսինքն չէ։ Մի հաղազ է դերան չբացած մի բան շասից, որ դա ճիշտ է։ Այսինքն որ որևէ դատավոր պայմանական ուղղ ձեր ասացի նման չի արձագանքում կամ չի։ Դատավորը իրավունք չունի, դատավորը ինչ անի։ Դատավորը ինչ Facebook-յան էջում կամ մամուլի ասում սրահների եւ արձագանքի։ Սակայն պետք է զբաղվածություն դրսևորի ցանկացած նմանատիպ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։ Բայց սա ոնց ասում մեր վրա է Եթե չեմ սխալվում, իրավական գործընթացները սկսելու ուղղված հաղորդումներ ներկայացվել է, չէ՞, հարցը չի նախաձեռնել, դա այսինքն դիտարկվել է որպես քաղաքական, որպես քաղաքական։ Եթե ես օրինակ Հիմա դատավորը քաղաքական հայտարարությունը արդյոք իրավունք ունի, այստեղ գործ ունենանք։ մենք դեպք ունենք բան կալանքի տակ է, որտեղ դատավոր է։ Ինչպես։ Երկու կանոնավորել են դատավորի դերավորելու համար։ Ինչ որ մի վճռից է ինչ որ բան ասել, օգնում են Հիմա դատավորների կեսը կաշառակ է, դա երկիցս։ Ինձ հասկան որը անձնավորված հայտարարություն ամենայնպես ես չեմ լսել, որ անձնավորված հիմա ընդհանրական հայտարարությունը քաղաքական գործընթացների լույսի ներքո դա բան Անկեղծել է ասել։ Ես դատավոր եմ, շատ բան կարող է ինձ դուր գալ կամ չգա, բայց ես կաշկանդություն ունեմ շատ հարցերի վերաբերյալ անգամ կարծիք արտահայտել։ Կարծում եմ այսքանով կաշկանդությունը իմ պաշտոնն է ունեմ։ Եվ դա որևէ կերպ պետք է իմ գործողության վրա չանդրադառնա։ Լսեցի Սարտասովի անցա առաջ ես իմ արտահայտությունը ստացել։ Իմ վերաբերյալ դիտել որ առաջ եթե SMS բանով պատմում, հիմա հրավառական խոսում են, ասում սենց դիա։ Ես ինչ ասել եմ սա դիա։ Ամոչան, ինձ ոչ SMS են պատմում, ոչ հրավառական խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք չէ։ Լսել եմ, դե ասացի ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես դեր ասացի լսել, բայց ինչ կապ ունի։ Որևէ անգամ, ասեմ ինչ կապ ունի մեր։ Ասեմ ինչ կապ ունի, որովհետև ես ուրիշ քրական գործով չեմ։ Այն անգամ մենակ սա, ինձ ասում է դու պիտի նստես, հետո ասում է դատավորները ով սենց անում, վետ ինչ գիտեմ ինչ և ադևար, սա վերաբերում ինձ և ձեր անունը չի կրում, բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական ոչ չկան, ստեղ են տեսեք, պետք է ընկարենք, թե ոչ, դատավորական հստակ ընթացական կա, ճիշտ է, այս քրեական գործը մենք ստացել ենք չլավեք դատարանից, բայց երբևիցե քրեական գործով իրականացվել է նախաքննություն, արդ իրականացնող քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը քննչական խմբի գործը համոզվածություն է ունեցել, որ անձի դատապարտումը մեծապես հավանական է, կազմել է մեղադրական եզրակացություն, այդ մեղադրական եզրակացությունը, տեսեք, օրենսդրական ձևակերպում մեծապես հավանականություն է։ Հակառակ դեպքում դատարանը կամ դատախազը ունենային նոտարի ֆունկցիա, այսինքն ինչ բերեին մենք պետք է հաստատենք։ Մեղադրական եզրակացության գործուղարկվել է հսկող դատախազին, հսկող դատախազն է մեծապես հավանականությունը հաստատված համարելով ուղարկել է դատարան, դատավարական գործընթացն է ստեղծել։ Դատարանը պետք է պատշաճ իրավական հանցակարգով քննարկի եւ եթե դատարան ներկայացվել են եւ վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ, բավարար ապացույցներ, այդ ապացույցների հիման վրա նախագահ դատավորը պետք է ունենա ներքին համոզվածություն։ Այստեղ շատ կարևոր ձեր ուշադրությունն է հրավիրում, որ նախագահ դատավոր, առհասարակ դատավորը չի կարող ուղղակի համոզվածություն ունենալ, որ այս կամ այն անձը ենթադրաբար կատարել է այս կամ այն հանցագործությունը։ Պետք է իր համոզվածությունը ներքին համոզմունքը հղի և ձևավորվի գործով դատարան ներկայացված ապացույցների հիման վրա։
Այսինքն ոչ իրավաբանները, ոչ, չգիտեմ, անգամ իրավաբան, բայց օրինակ ձեր պաշտպանը, դատախազը, Վարդանյան Կոնստիտուցիոնը չէ, իրենք մեծապես հավանականություն են գնահատում։ Այսինքն պարոն Օրբելյանը ասում է, որ ոչ թե մեծապես հավանական է, իմ պաշտպանյանը անում է։ Հանրային մեղադրողը ասում է, որ մենք գտնում ենք, որ մեծապես հավանականությունը բարձր է, որ մեղադրյալները կդատապարտվեն։ Դրա վերջնական որոշում կայացնողը դատավորն է։ Եվ որոշում կայացնում է գործով ձեռք բերված դատարան ներկայացված թույլատրելի, վերաբերելի, արժանավար, բավարար ապացույցների հիման վրա, եթե վերջնարդյունքում այդ եզրահանգումը։ Մենք այս պահին ընդամենը քննարկում ենք քրեական հետապնդումը դատարեցնելու հարցը։ Ձեր պաշտպանը միջնորդություն ներկայացրեց 12-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով անձնագրության հիմքով դատարեցնել։ Հիմա որոշակի հարցեր են դուք առաջ քաշում։ Եվ ասում եք, որ հասկացել եմ, բայց նայեք, դատավորը հարցեր չկա։ Հիմա եթե ես հարցեր կան, չէ՞, օրինակ ասեմ, այ պարոն Խոչյան, ինչի այդ հրամանը արձակեցիք։ Մի քանի օգու աշխատանքից օրինակ պայմանական ազատեք այդ հարցը կարգավորվի, դա ստեղծում հարցակնությանը վերածվի։ հասկացա, ես իմ բանի ինչի մեջ է իմ իմորություն։ Դուք կարդում եք մեղադրական իրավասություն։ Ես ակնհայտ ցույց եմ տալիս, որ այդ մեղադրական իրավասության մեջ արգելյուն սրտիրը իրականությունը չեմ պատասխանում։ Սահմանադրությանը հակասող ձևակերպումները։ Ակնհայտ արգելյուն, հանդեպ որ գրածներ, որ լուսին եւ այդ կյանքը դուք ընդունեիք, դուք չէիք ուղղակի կասեք տարեք նրան, քրքի դերից։ Այս արգելյուն իրականության չամապատասխանող բանը ո՞ր է, չի կարող։ Չի կարող ուրեմն պիտի կարճի քայլելուց։ Դու դա չի կարող։ Հիմա իմ ասածս սա է, դուք այդ հարցերի վերաբերյալ որևէ հարց չեք տվել, որտեղ դուք չեք իմացել ինչ անել պատասխանների։ Հիմա իմ ասածս հետևյալն է, ինձ որ կոնկրետ ասում են ազնական շարադիտակ արել պահը բերելու համար, ասում են սա արվել է Սերժ Սարգսյանի համար։ Ու չեն ասում։ Կապենքի հաստատել կամ երկի է։ Չէ, ոչ, այդ եզրակացության մեջ չի գրած Սերժ Սարգսյանը ով Նենց է գրել, ոնց որ Սերժ Սարգսյանը իմ հարևանը, սա այս հարևանի վերաբերում Սարգսյանը նախագահ։ Ասեք, փաստական հանգամանքներն ում եք տալիս։ Հիմա հարևանը ասում է, որ այդ փաստական հանգամանքները քրեական գործով դատականության ընթացքում մենք կհիմնավորենք։ Ձեր պաշտպանն ասում է չի հիմնավորվի, կհերքվի։ Ախր ես ստեղ ինչ բան ասում, նայեք, հիմա մենք քննարկում ենք վերև անձրևնքելության։ Եթե այդ մասերը չգերեին, երրորդը չէ։ Եթե չգրածն է, հիմա չի կարող դատավորը, ասի, դե սա ազնական բան, ազնական վերաբերում բան։ Չի տեսնում ինչ արածում։ Հիմա իմ ասած սետերյալն ակնհայտ կերծ, երևույթ կերծ, բացահայտ կերծ բաներով գրածա և այս մեղադրակացությունը դուք ընդունել և թույլ եք տվել հոդվածը։ Ուրեմն չի ուզում տեսնել։ Ես սա մենի չկապում եմ հաղթական հայտարարությունների հետ, մեղադրանքների հետ, նախկինում SMS-ների հետ, հիմա հրապարակային հրահանգների հետ, չեմ կարող չկա։ Վերջի ես 8 տարի է ես գալիս եմ ես մեղադրել ես սեղանի, ասում եմ և չեմ հասկանում ինչի անում է։ Եվ հոդապար շոչների չի բացել։ Ոչ մեկ։ Հիմա եմ սա ասած սրան է չկա։ Դրանք չեմ հավատում, որևէ մեկի միջև է, իսկապես արտարադատություն իրականացան։ Մի քանի դատավոր են ունեցել և այս գործով նաև իմ փորձ ինչ է ասում, երկու դատարանով մեկը գործից ազատել են, մյուսին ազատեցին 6 տարի պայքարեց դատական համակարգը, վերջը վերականգնեց։ Հիմա ես ինչ կիմանացում։ Տեսնում եմ դուք խուսափում եք կնչորով հարցերից, տեսնում եմ այդ հայտարարությունը, այս ամեն ինչ տեսնում եմ, հիմա ինչ պիտի ասեմ, ես իմ գլխից շատ անկեղծ բաց ասում եմ, որ չեմ հավատում, որտեղ չեմ տեսնում։ Եկեք այսպես բառը, եթե դուք որևէ բնույթ ցանկանաք ցուցմունք տալ, իրավունք ունեք։ Ինչա՞։ Եթե որևէ բնույթ ցանկանաք ցուցմունք տալ, դուք այդ իրավունք ունեք։ Կհայտեք դատարանի, հնարավոր է ձեր ցուցմունք տալ բարձունքում, դատարանը բազմաթիվ հարցեր ձեզ ունի։ Հիմա այդ բնույթ չենք գտնում։
Ահագին դատարանը որևէ ձևով չի խուսափում որևէ հարցի քննարկումից։ Ես չեմ ուզում, Չեմ հարցեր չեմ ասում ցածր։ Ես ուղղակի տեսնում եմ, որ ընչորով հարցերից վարկետորը մեկ օրինակ բերեք, որ մեկ օրինակ։ Այսօր օրինակ այդ օրինակը ամենից վառ օրինակ, ամենից վառ սոցիալական մեջ, այսօր բերեցի որպես նոր։ Ես դրա մասին չի խոսել, Հիմնավորում թե ներկայացված հասարակական իր ազնական բանը, ազնական։ Այն ինչ գրված է։ Այն ինչ ներկայացել են, այն ինչ գրված է, բանը չէ։